Ժամը 21-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան։ Ես էլ Դավիթ Սարգսյանը։ Ամփոփենք աղմկալի ու աղմկահարույց օրը, փորձենք հասկանալ, թե այսօր ինչ տեղի ունեցավ մեզ հետ եւ ինչու։ Նախամարոտ։ Քրեական գործ Սամվել Կարապետյանի դեմ իշխանություն եկեղեցի առճակատման գերլարված օրը։ Հետսի ազգայնացում եւ ստուգումներ Տաշիր պիցայի 30 կետերում։ Ինչու է ազատվել ԱԱԾ տնօրենը, կապ ունի որոշումը Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Ազգային ժողովում խոսել են կուսակրոնության մասին։ Ու նորից խոսել է Ալիևը եւ նորից խաղաղության պայման հնչեցրել։ Մեծ պատերազմ մեր հարևանությամբ։ Թրամփը պահանջում է Իրանի կապիտուլյացիա։ Եվ արդեն ունենք լոգիստիկ խնդիրներ, առաջիկա օրերին էլ մարդկանց հոսքը Իրանից Հայաստան կավելանա։ Եվ այսպես, դատարանը քննում է Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։ 2 օրը իշխանություն եկեղեցի հակամարտության գլխավոր իրադարձությունները ծավալվում են հայտնի ձեռնարկատիրոջ եւ նրա տան ու սեփականության շուրջ։ Այո, զարգացումներն իսկապես ուշագրավ են հաշվի առնելով, թե ինչից սա սկսվեց, ինչպես ծավալվեց ու հատկապես ինչ բառապաշարով։ Սամվել Կարապետյանը հրապարակավ աջակցություն հայտնեց եկեղեցուն եւ ասաց, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին, որից հետո նրա դեմ հարուցվեց քրեական գործ, իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու հոդվածով։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեծը ազգայնացնելու մտադրության մասին, ընդգծեց, որ իր վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այն մտքից, որ Հայաստանի էլեկտրացանցերը հոսանքի պարբերական անջատումներով փորձել են գեներացնել ներքին դժգոհություն եւ նշեց, որ եկեղեցին հեծի սեփականատերերի համար ծխած ածկույթ է։ Դե իսկ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսեց ստուգումներ Տաշիր պիցայի 30 կետերում։ Մի քանի մասնաճյուղերի գործունեությունը կասեցվել է։ Պետական այս հաստատությունն այսօր հայտարարել է, որ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող եւ ոչ թունավոր նյութերից։ Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշիացումը ու դե այսպես շարունակ։ Արդեն 2 օր հանրային ու քաղաքական օրակարգն ամբողջությամբ կլանված է այս հակամարտությամբ։ Այո, օրն այսօր ամբողջովին ուղեկցվել է բանավեճերով, այդ թվում խորհրդարանում, լուտանքներով ու հայհոյանքներով Փառք Աստծո, սա գոնե դեռ միայն սոցցանցերում։ Մեր գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը ուշ գիշերվանից կամ վաղ առավոտից հետևում է, տեսնենք ինչ է պատմում։ Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Քննչական կոմիտեի մոտ հավաքվել են գործարարի աջակիցները։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել, քննվելու է Ավանի եւ Նորքի ընդհանուր իրավասությունների դատարանում։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 40 վայրկյանանոց հայտարարություններ իշխանությունների զայրույթն առաջացրել, թե որն է լինելու Կարապետյանի մասնակցությունը, բացատրություններն ըստ Նիկոլ Փաշինյանի քննչական կոմիտեն կտա։ Մոմ վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ։ Facebook-յան իր էջում դեռ երեկվանից է հայտարարություններ անում Փաշինյանը։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդմիշտ։ Վարչապետը օրվա մեջ պարբերաբար նոր հայտարարություններ էր անում։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Բա միջամտի արա, ինչ ես չուլանում պաղկվել։ Երեկոն տանն անցկացրեց Սամվել Կարապետյանը շրջապատված համախոհներով, հարազատ բարեկամներով, որոնք եկել էին աջակցելու գործարարին։ Այնտեղ էր նաև Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը։ Նա ասում էր, հավաքվել են ազգային անվտանգության ծառայությանը դիմավորելու։ Դե ինչ ճնշում էլ ուզում ալն է, երբ որ հիմնական հենասյունն է վտանգի տակ դրած է, էլ ինչ ճնշում։ Գան սաղից տունը մտնեն նոր
նոր հասկանանք ինչ է կատարվում։ Իշխանական տարբեր մակարդակներում ու ամբիոններում էին գործարարին մեղադրում։ Ինչ է սա նշանակում, եթե ոչ, Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության դեմ բռնության գործադրման, այսպես ասած, ավետում, հա։ Առավոտյան Փաշինյանը հայտարարեց. սպառնալիք կար Կարապետյանի ասացի մեջ։ Ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Սամվել Կարապետյանին աջակցող հայտարարություններն էլ չուշացան։ Աջակցող հայտարարություններ են արել Մայրաթորը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը Իգոր Կրուտոյը, Վլադիմիր Սոլովյովը, Ռուսաստանաբնակ հայ եւ ռուս մի շարք գործիչներ։ Նույնիսկ Գալուգայի հեռուստատեսությունը, որի մեկնաբանները փնտրում էին Փաշինյանի մատնանշած Նիժնի Տապր գյուղը եւ չէին գտնում։ Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես դատապարտեց եւ ամոթալի համարեց այս երևույթը։ Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր հայրենիքի զարգացման հետ։ Իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ ժամանակ համաձայն էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Փաշինյանն այլ կարծիք ունի։ Հոսանքի անջատումները կարծում է ժողովրդի ներսում դժգոհություններ առաջացնելու համար են։ Քեցի հետ փոխկապակցվող Կարապետյանը այդ մասին կարծիքն ասաց գիշերը ժամը 3-ին, երբ նրան ձերբակալել եւ ուղեկցում էին բաժին։ Պետք ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ ամեն ինչ լավ ալնելու։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է։ Փաշինյանն առավոտյան հայտարարությամբ այդ ասածին էլ արձագանքեց։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Մի քանի օր էին ստուգումներ են նաև Կարապետյանին պատկանող ընկերությունների Տաշիր պիցայի մասնաճյուղերում։ Մենյուից մի քանի ուտեստների մեջ խնդիրներ են հայտնաբերվել։ Սիմոն Հովանեսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Անի դեպ հենց նոր իմացանք դատական նիստը կալանքի միջնորդությունը քննելու քիչ առաջ ավարտվել է եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Շատ լավ, մենք շարունակենք թողարկումը եւ այս պահին ուղիղ կապ ենք հաստատում մեր գործընկեր Աննա Հարությունյանի հետ, ով գտնվում է այս պահին դատարանի մոտ։ Աննա, բարի երեկո, լսում եք։ Այո, Անի, մենք այժմ գտնվում ենք դատարանի առաջ, որտեղ քննվում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատը ավարտված է, դատավորը տեղափոխվել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի առաջ դեռևս հավաքված են Կարեն Կարապետյանի աջակիցները, մի խումբ քաղաքացիներ, հոգևորականներ, ովքեր շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին, այն մասին, թե երբ կհրապարակվի դատական ակտը, դեռևս տեղեկություններ չունենք։ Մենք շարունակում ենք գտնվել այստեղ հետագա զարգացումներին տեղեկացնելու նպատակով։ Շատ լավ, շնորհակալություն Աննա, ընթացիկ հուսամ երբ լինեն նորություններ, մենք կրկին կապ կհաստատենք ձեզ հետ։ Հիշեցնեմ, որ մենք ուղիղ կապ էինք հաստատել մեր գործընկեր Աննա Հարությունյանի հետ, շարունակենք թողարկումը։ Անի մոռացանք, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը ազատել է ԱԱԾ տնօրենին, որպեսզի չգուշակենք առանց այդ էլ վարկածներն այդքան էլ առատ չեն։ Իմացանք ինչի համար, իսկ ինչ որ պաշտոնական բացատրություն կա։ Այո, Փաշինյանին այսօր հարցրել է ՆԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենը հրաժարվել է կատարել նրա որևէ հանձնարարություն, իսկ Փաշինյանը պատասխանել է, որ ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել, պարզապես 5 տարի լարված աշխատել է եւ արժանի է հանգստի։ Իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդանյան։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ին որևէ հանձնարարություն կատարել։ Դե իսկ կուսակրոնության խնդիրը այսօր եւս ակտիվ քննարկվել է ամենուր խորհրդարանից մինչև սոցցանցեր։ Փաշինյանն ազգային ժողով էր եկել կանոնագիր հայոցով, ծավալուն ելույթ ունեցել ու հայտարարել, որ Գարեգին II իրավունք չունի լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Խորհրդարանում այս օրակարգը լիարժեք քննարկվել է, խոսել են եւ իշխանության եւ ընդդիմադիր падգամավորները, սաղմոսներ, աղոթքներ, բանավեճ ու փոխադարձ հեգնանք։ Դիտենք մեր գործընկեր Սիմոն Հովանեսյանի տեսանյութը։ Առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ
նվիրում եմ ընթերցանությանը։ Կանոնագիրքն ու պատմությունն է ուսումնասիրում վարչապետը, նշում, որ եկեղեցականներ կան, որոնք չպիտի լինեն իրենց զբաղեցրած հաստիկներում։ Մոտ մի շաբաթ առաջ Facebook-յան հայտարարությունների ցանկում էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել կաթողիկոսին փոխելու հարցով։ Այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած։ Գրքերին հղում անելով հստակ ասում է Փաշինյանը, կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսները այս դեպքում կաթողիկոսի գլխավորությամբ պետք է կարգալույծ արվեն, բայց նույն կանոնագրքի համաձայն Մայրաթորի Մատենադարանի հրատարակչության տնօրեն Տեր Արարատն ասում է, կաթողիկոսի կարգալույծ լինելու հարցը եկեղեցու ներքին գործն է։ Ամենայն հայոց կաթողիկոսների վերաբերող բոլոր հարցերը կարգավորվում են ազգային եկեղեցական ժողովի որոշումներով։ Ազգային եկեղեցական ժողով կարող է հրավիրել կաթողիկոսը կամ ժողովի 2/3-ը։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարքև Բարսեղյանի խոսքով սահմանադրությամբ հնարավոր չէ հեռացնել կաթողիկոսին, պետք է ներքին ընդվզում լինի եկեղեցում, ինչը նա հնարավոր չի համարում։ Այսօրվա կաթողիկոսը բավականին մեծ աշխատանք է արել եւ այսօրվա հոգեվորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի նրան նվիրված է։ Նրա աճեցրած կադրերն են, նրա ձեռքի տակ են դարձել եպիսկոպոսներ, վարդապետներ, այսինքն ցանկացած հոգևորական այսօր եթե հանկարծ հակադրվեց եկեղեցական կարգին, կաթողիկոս ուղղակի կարող է կարգալույծ հռչակել ու վերջ։ Նա հեռացված է եկեղեցու, նա էլ ոչ մի իշխանություն ու ոչինչ չունի։ Եկեղեցու եւ պետության կարգավորված հարաբերություններն ըստ Բարսեղյանի նպաստում են պետության զարգացմանը։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Անի գիտես չէ, քանի մենք դեռ այս ամենով ենք այստեղ զբաղված, այսօր նորից Ալիևն է խոսել, բայց իսեր Աստծո արի չխոսենք, էլ ուղղակի տեսնենք ինչ է խոսում։ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման եւ մարդու իրավունքների հաստատման էական պայման է։ Սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել եւ մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական, հոգեվոր ժառանգությունը, այդ թվում հուշարձանները, մզկիթները եւ գերեզմանատները ոչնչացվել են։ Պատմական արդարությունը պահանջում է ապահովել այս մարդկանց խաղաղ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Ու այս ամենը կատարվում է մեծ պատերազմի պայմաններում մեր անմիջական հարևանությամբ։ Իրանից Հայաստան մարդկանց հոսքն ավելացել է, համացանցում լուսանկարներ են տարածվել Մեղրու անցակետից։ Իսկ երեկ մեծ զրույցում Մեղրու համայնքապետն ասաց, որ Իրանից մարդկանց հոսքը սովորականից ավելի է, բայց մտահոգիչ չէ։ 2022 թվականին, երբ սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ երկու երկրներից մեծացավ հոսքը դեպի Հայաստան, մեր երկրում վարձով տների գները թանկացան։ Որոշ վարձատուներ ընդհուպ տնից դուրս հանեցին հին վարձակալներին ավելի բարձր գնով հաճախորդ գտնելու հույսով։ Այս պահին վարձով բնակարանների թանկացման վտանգ չկա, ըստ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Արությունովի, խուճապ պետք չէ տարածել։ Պայմանագիրը երաշխիք է թե վարձակալների եւ թե վարձատուների համար։ Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր վարձակալությամբ են ապրում, այս պահին իրենց վարձատուների հետ պարտադիր պայմանագրով ֆիքս են իրենց հարաբերությունները, որ նմանատիպ իրավիճակում չհայտնվեն։ Այդ իրավիճակում, որ հայտնում են, ոչ պետությունը ոչ մեկ չի կարող իրենց օգնի։ Արտաքին գործերի նախարարն էլ այսօր հայտարարել է, որ Իրանից Հայաստան են գալիս տարբեր երկրների քաղաքացիներ, որոնք հեռանում են պատերազմից եւ Հայաստանը փորձում է օգտակար լինել այս գործընթացում։ Նշել է, որ օրինակ Զիմբաբվեի, բայց ավելի հետաքրքիր էր այն, որ Արարատ Միրզոյանը նշել է նաեւ Միացյալ Նահանգների քաղաքացիների մասին, որոնք Իրանից մտել են Հայաստան։ Ավելին նրա գնահատմամբ սահմանին մարդկային հոսքի այս ծավալները կավելանան։ Հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ օրինակ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի են օգնել Հայաստանի ուրեմն սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, նաև կարող եմ ասել աֆրիկյան մի քանի պետություններ, Զիմբաբվեն, օրինակ Չինաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի քաղաքացիներ, Միացյալ Նահանգների քաղաքացիներ, սա շարունակական process է եւ ինչպես կարող են գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս խոսել է հնարավոր խնդիրների մասին, ասել, որ չեն կարող բացառել ոչ միայն փախստականների, այլև լոգիստիկ ու էներգետիկ խնդիրների առաջացումը։ Վստահեցրել է, որ հնարավոր զարգացումներն իրենց ուշադրության կենտրոնում են։
Սցենարների մասով չի ցանկանա հիմա դետալիզացնել, որովհետև կան նուրբ հարցեր, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել, բայց սցենարներում այո, ձեր ասած խնդիրը, էներգետիկ խնդիրը եւ լոգիստիկ խնդիրը կա, իդեպ լոգիստիկ խնդիրներ արդեն իսկի հայտ են եկել, այդ իմաստով բնականաբար այդ ամեն ինչը կա եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Իսկապես վիճակն այնքան լարված է, որ փորձագետներն ամեն րոպե սպասում են պատերազմին Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավմանը։ Դոնալդ Թրամփն այսօր Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա։ Մեր հարևան երկրում ամեն օր ռմբակոծություններ ու պայթյուններ են։ Մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանն է հետևում։ Աշխարհից հնչող խաղաղության ու կրակի դադարեցման կոչերի ֆոնին ամեն օր Իրան-Իսրայել հրթիռային հարվածների ինտենսիվությունը միայն աճում է։ Իրանը հարվածել է Երուսաղեմին ու մի քանի այլ խոշոր թիրախների եւ հայտարարել, թե այս հարվածները վերջին օրերի ամենահզոր ու լայնածավալ հարձակումներից էին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Թեհրանին։ Ըստ Reuters-ի իսրայելական կողմը կրակ է բացել Գազայում բեռնատարներից օգնություն ստանալու փորձ կատարող ամբոխի վրա, որի հետևանքով ըստ բժիշկների զոհվել է առնվազն 59 մարդ, վիրավորվել 221-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին։ Ըստ իրանական իռնագործակալության վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են Ֆաթահ հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ ըստ լրատվամիջոցի փոխանցել են Իրանի հզորության ուղերձը Թել Ավիվի պատերազմասեր դաշնակցին, որն ապրում է պատրանքների մեջ։ Իրան-Իսրայել հրթիռակոծությանը զուգահեռ Միացյալ Նահանգների նախագահն է հրթիռի արագությամբ նոր գրառումներ տեղադրում X-ի իր էջում։ Թրամփը Իրանին 24 ժամ է տվել հրաժարվելու իր հրթիռային միջուկային ծրագրերից եւ հանձնվելու համար։ Ապա գրել, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ վերահսկողություն ունի Իրանի օդային տարածքի նկատմամբ։ New York Times-ի տեղեկություններով ամբողջ տարածաշրջանում ամերիկյան զորքը բարձր պատրաստվածության է բերվել մտավախությամբ, որ հակամարտությունը կաճի ավելի լայնածավալ պատերազմի։ Ամերիկացի պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ հարձակման դեպքում Իրանը կարող է ականապատել Հորմուզի նեղուցը Պարսից ծոցում Միացյալ Նահանգների ռազմանավերը արգելափակելու համար։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Անի ու երկու կողմում էլ հայեր կան, նորից հիշենք այս մասին, իդեպ հիշում ես նախորդ եթերից հետո խոսում էինք այս թեմայով, վերջին տարիներին Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր համայնքները հերթով ստացան այնպիսի հարվածներ, որ ցավոք այլևս մեղմ ասած այն չեն, ինչ նախկինում։ Այո, Սիրիայի Հալեպի մայր գաղութը Սփյուռքի երբեմնի ծաղկուն համայնքն այսօր բախվում է լուրջ խնդիրների։ Հետո Լիբանան, Բեյրութում մեր զորեղ ներկայությունը քաղաքական ու մշակութային շատ լուրջ ազդեցություն է։ Հիմա էլ Իրան ու Իսրայել, երկուսում էլ ունենք պատմական բացառիկ ներկայություն, Նոր Ջուղայից մինչև Երուսաղեմի 5 քաղաքի հայկական առանձին թաղամաս։ Մեր գործընկեր Անի Հովհաննիսյանն այսօր խոսել է մեր հայրենակիցների հետ եւ Իսրայելում եւ Իրանում, տեսնենք ինչ են պատմում։ Իսրայելի հայկական համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալու համար կապ ենք հաստատել իսրայելահայեր թերթի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանի եւ Իսրայելում ծնված հայ Մաքսիմ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չերնամորյան, մի փոքր կպատմեք այս պահին որտեղ եք գտնվում ու ինչ իրավիճակ է տիրում։ Այո, բարև ձեզ, այս պահին ես գտնվում եմ Պետրատիկվա քաղաքում, մեր տանը եւ անընդհատ հետևում ենք այդ հավելվածներին, որ մենք ունենք մեր հեռախոսների մեջ, որպեսզի կարողանանք ժամանակին իջնել ռմբապաստարան։ Հայ համայնքի հետ կապված խոսենք, վիրավորների կամ տուժածների հետ կապված տվյալներ կա ու ընդհանրապես ինչ իրավիճակ է տիրում։ Բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չունենք, բարեբախտաբար, եւ իրավիճակը մնում է պատերազմական իհարկե։ Այս պայծրությամբ Իսրայելում օդը փակ է եւ հնարավորություն չկա Իսրայելի տարածքը լքելու։ Միայն ցամաքային երկու ճանապարհ կա, մեկը դեպի Հորդանան, մյուսը դեպի Եգիպտոս, սակայն Իսրայելի ազնագիր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդհանրապես Իսրայելի ազնագիր ունեցող քաղաքացիներին չի խրախուսվում որևէ մեկ ուրեմն անցագրային կետով անցնել սահմանը եւ մեկնել Եգիպտոս կամ Հորդանան։ Պարոն Չերնամորյան, շատ շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու ու հարցազրույց տալու համար։ Մենք դեռ կապի մեջ կլինենք։ Կապի մեջ։ Այս պահին հարաբերական լրությունը հիմնականում ցերեկվա ժամերին լուր է, հազվադեպ ալենու որ ցերեկ ինչ որ հրթիռակոծություն լինի։ Սովորաբար գիշերները, հա, մոտավորապես ժամը 12-ից մինչև արդեն լուսադեմ։ Մենք հրթիռակոծությունից առաջ ստանում ենք
ծանուցում, որ արագ պետք է մոտ լինել ապաստարաններին, առաջին ծանուցումը դա է ասում։ Ու դրանից հետո մենք մոտավորապես ամենաշատը 10 րոպե ժամանակ ունենք մոտենալ ապաստարանին։ Հանգիստ բնականում կյանք տագնապից տագնապ էսպես։ Ապրում ենք տագնապ ապաստարան, վերադառնում ենք բնականում կյանքի մինչև հաջորդ տագնապը։ Փորձեցինք կապ հաստատել նաև Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ, բայց կապի դուրս գալ չհաջողվեց։ Ես էլ մերոնց չեմ կարողանում խոսեմ։ Իսկ ինչ են ձեզ պատմել ընդհանրապես իրավիճակի հետ կապված։ Նորմալ է, այնքան բան չի, ցենց խոչա բանման չկա գոնե, ասենք ես հազիվ իրենց համոզեցի, որ ուղղակիորեն Թեհրանից դուրս գնան դեպի հյուսիս քրոջս տուն։ Իսկ երբանից իրենց հետ չեք կարողանում կապի դուրս գալ։ Այսօր առավոտվանից առավոտյան ամեն առավոտյան գրեթե մենք խոսում ենք, այդ ժամը 1-ից գրեթե չեն կարողացել խոսենք։ Ուղղակիորեն ինտերնետն է անջատված ըստ երևույթին։ Իսկ իրավիճակը ոնց են ներկայացնում, հաճախ են հարվածում։ Չէ, մեր տունը այնպեսի տարածքում է, որ ասենք այնտեղ ամենամոտիկ կետը, որը հարվածել են, մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա եղել, ամեն օր գրեթե նույն կետը իրենք խփել են, հարվածել են, բայց դրանով հանդերձ էլ նորից իրենց մոտ խոչաբանման չի եղել։ Շատ շնորհակալ եմ Վազգեն ջան։ Թեհրանից դուրս գացողները շատ են։ Հիմա որոշները գնում են դեպի օրինակ հյուսիս կամ ինչ որ միտեղ որ ունեն դաչա կամ ավելի հարմար տեղ, որ էդի շատ մեծ բան է ստեղծել, թրաֆիկը, չգիտեմ, խցանման մեջ են մնում ժամեր, 18 ժամ, 20 ժամ, իսկ որոշներն էլ որ այսինքն ունեն արտասահման գալու հնարավորություն, արդեն սկսել են դեպի դուրս գալ։ Բայց շատ մարդիկ էլ ունենք, որ որևէ բան էլ, այսինքն այդ միջոցը չունեն կամ վերջին հաշվով մնում են ընդեղ էլ, վերջապես Աստծո հույսով։ Դեպի Հայաստան գացող արդեն ունեցել ենք, որ հենց այս դեպքերի բերումով գետնով իհարկե եկել են եւ բարեբախտաբար լավ տեղ են հասել։ Հետաքրքիր է, որ այսօր ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ իրենք չունեն որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման համակարգված ջանքերի մասին։ Ամեն դեպքում այս ամբողջ քաոսում փոխվում է տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Կախված պատերազմի ելքից մենք կարող ենք տեսնել բոլորովին այլ մերձավոր արևելք։ Այո, ու շատ կարևոր է հասկանալ, թե դեպի ուր են տանում իրադարձությունները։ Մեզ համար սա կենսական նշանակություն ունի։ Մեր գործընկեր Նարինե Ղուկասյանը խոսել է մասնագետների հետ, դիտենք։ Իրանա-իսրայելական պատերազմի մեկնարկից ժամեր անց Միացյալ Նահանգները հայտարարեց, որ տեղյակ չի եղել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ Թրամփի հայտարարությունն անկեղծ էր։ Ըստ նրա, ռազմական գործողություններ սկսելու որոշումը Իսրայելինն է եղել, քանի որ Թրամփն այդ ժամանակահատվածում փորձում էր դիվանագիտական ճանապարհով համոզել Իրանին հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից։ Միջազգայնագետը հիշեցնում է, նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում Թրամփը հայտարարում էր դեմ է ռազմական գործողություններով որևէ հարցի կարգավորմանն ու հավատացնում, իրեն կհաջողի դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել պատերազմը։ Հայտարարում է, որ եթե ինքը լիներ ենթադրենք նախագահ Ջո Բայդենի փոխարեն ուկրաինական պատերազմը երբեք չէր սկսվել, բայց մենք տեսնում ենք, որ դա չհաջողվեց իրեն ոչ Ուկրաինայի պարագայում, ոչ էլ այս պարագայում։ Հիմա Թրամփը ըստ կանգնած է երկընտրանքի առջև։ Եթե ռազմավարական որոշումն այն էր, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ դրա շուրջ Թրամփը փորձում էր բանակցել, ապա այժմ բանակցելու առանձնապես բան էլ չկա, ասում է Սուրեն Սարգսյանը հավելելով. Իսրայելի պնդմամբ Իրանն այլևս միջուկային զենք երկար ժամանակ չի կարող ունենալ, քանի որ ճշգրիտ հարվածներ է հասցվել միջուկային կամ ուրանի հարստացման կենտրոններին եւ դրանց ենթակառուցվածքներին։ Կարծում եմ, որ Թրամփը այդուհանդերձ ամենայն հավանականությամբ ինչ-ինչ գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները չլինի սահմանային գործողություններ, միգուցե Իսրայելին կտրամադրի լրացուցիչ տեխնիկական միջոցներ, որովհետև այն ինչ Իսրայելը ունի, ոչ ամբողջությամբ կարող է հարվածների արդյունքում ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքները։ Փորձագետի կարծիքով Միացյալ Նահանգները լրացուցիչ ֆինանսական եւ ռազմական աջակցություն կտրամադրի Իսրայելին, բայց գետնի վրա իր զորքը չի օգտագործի Իսրայելին պաշտպանելու համար։
Փաստ է, որ եթե Իրանը թուլանում է, ապա Իրանը թուլանում է նաև հարավային Կովկասում իր ազդեցությամբ։ Դա ակնհայտ է, որովհետեւ չի կարող Իրանը թուլանալ, բայց թուլանալ միայն Մերձավոր Արևելքում եւ չթուլանալ հարավային Կովկասում ազդեցության տեսանկյունից։ Սա իհարկե կարևոր հարց է, որ մենք պետք է հաշվի առնենք։ Հաշվի առնելով, որ հարավային Կովկասում շահեր ունեցող Ռուսաստանը նույնպես ներքաշված է պատերազմի մեջ, ապա այս տարածաշրջանում ամենաազդեցիկը դառնում է թուրքական գործոնը, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի դիտարկմամբ էլ Թրամփի ներգրավվածությունն այս պատերազմական գործողություններում ռազմավարական սխալ կլինի։ Ըստ նրա, պատերազմը հրահրել է հենց Միացյալ Նահանգները, իսկ խնդիրը բոլորովին էլ կապ չունի Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրի հետ։ Մաթևոսյանը նշում է, որ Իրանի դեմ պատերազմի հարցում հետաքրքրություններ ունեն Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ուստի ըստ քաղաքագետի կա համոզմունք, որ այս պատերազմի հետևում կանգնած են հենց այս երկու պետությունները։ Չինաստանը, որովհետև ինքը հասկանում է, որ եթե ամերիկացիների ձեռքերը ազատվեն, կենտրոնանալու են իրենց վրա, իսկ Մեծ Բրիտանիան Չինաստանի կարևորագույն դաշնակիցներից մեկն է։ Դրա հետ մեկտեղ մենք էլ տեսնում ենք, որ Չինաստանը վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն 3 ինքնաթիռ ռազմական օգնություն է փոխանցել Իրանին, այսինքն ինքը շահագրգռված է նրան, որ այս պատերազմը նայումս երկար ձգվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավեն պատերազմական գործողությունների մեջ, դա իր հերթին կհանգեցնի նրան, որ ել ավելի կհետաձգվի ամերիկացիների կենտրոնացումը Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Հայաստանը պետք է ցուցաբերի զգոնություն եւ պատրաստ լինի ամեն տեսակի սցենարի, ասում է քաղաքագետը։ Հանրահայտ փաստ է, որ տարածաշրջանում շատերի շահերն են բախվում։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Հետաքրքիր էր Բենյամին Մաթևոսյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել մեր այս թողարկումից անմիջապես հետո։ Այո, նորից հիշենք, սա իսկապես շատ կարևոր է։ Մենք շեղվում ենք ներքին իրադարձությունների վրա ու հաճախ չենք էլ նկատում, թե մեր շուրջն ինչ է կատարվում։ Իսկ մեր շուրջը իսկական հրդեհ է, բալիստիկ հրթիռներով փոխհրաձգություն։ Եվ Իրանի դեմ ոչ միայն բացահայտ կռվող, այլև այդ ուղղությամբ աշխատանքներ տանող ուժերը խոսում են երկրի հյուսիսը կտրելու մասին։ Հատկապես ոգևորված են ադրբեջանցի ազգայնամոլները։ Այո, Անի, եթե Իսրայելը կամ Արևմուտքը ընդհանրապես կարողանան դա անել, ինչ ես կարծում, մեզ հետ ինչ կլինի։ Ես չգիտեմ, բայց այդ մասին մեր գործընկեր Աննա Հարությունյանը խոսել է մասնագետների հետ։ Այսպես կոչված հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժումն իր վերջին հայտարարություններով պարբերաբար կոչ է անում Իրանի Ատրպետական նահանգի թուրքալեզու բնակչությանը միավորվել եւ դիմակայել Իրանի վարչակարգին, քննադատելով Իսլամական Հանրապետության իբր ռազմատենչ քաղաքականությունը։ Այս կոչերը, որոնք հիմնականում արտաքին աղբյուրներից են գեներացվում, ըստ իրանագետների իրենց մեջ Իրանի ներքին համախմբվածությունը քայքայելու եւ տարածաշրջանային կայունությունը վտանգելու ներուժ ունեն։ Վերջին հայտարարությունները, որ տեսանք հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ղեկավար Չեհրեգանի կամ մամուլի հրապարակումները, որոնք տարբեր այսպես կոչեր են անում, հիմնականում արտաքինից ուղղված կոչեր են Իրանի Ատրպատական նահանգներում ապրող թուրքախոսներին։ Թե ինչպիսին է այս կողմից, այսպես ասած, արձագանքը, մի փոքր դժվար է դատել ինֆորմացիայի սղության պայմաններում, բայց միանշանակ է, որ Իրանի տարածքում ապրող պանթուրքիստական գաղափարախոսությունը կրողները այս պահին ավելի շատ այսպես մարգինալացված լուսանցքային խումբ են։ Ատրպատականի վերաբերյալ հաճախ շրջանառվող պատկերացումները, հատկապես իրանաբնակ ադրբեջանցիների թվի շուրջ, հաճախ չեն համապատասխանում իրականությանը եւ ուռճացվում են։ Ատրպատականի բնակչության մասին միֆերը շատ են։ Հաճախ է շրջանառվում Իրանում իբր բնակվող մինչև 50 միլիոն ադրբեջանցիների քանակի մասին տվյալը, ինչը քարոզչական նպատակ է հետապնդում։ Ատրպատականում եւ այս շրջաններում թուրքախոսները միասին 11 միլիոն են։ Ատրպատականը մեր աղբյուրներով ավանդված, հայկական աղբյուրներով ավանդված բունտեղանունն է այս նահանգի, որը հետագայում դասական պարսկերենի արտասանությունը արաբականացվելու արդյունքում սկսում է արտասանվել Ադրբեջան եւ այլն։ Հետագայում սա արդեն դարձավ քաղաքականության այսպես թեմա եւ Ադրբեջան անվանումը, որը իրականում երբեք չի պատկանել այն տարածքին, որը հիմա կոչվում է Ադրբեջանական Հանրապետություն Ադրբեջան, դրվեց Ադրբեջանի վրա։ Ատրպատականի ադրբեջանացումը հետո նաև արհեստականորեն ստեղծված հյուսիսային հատվածի մեջ հարավայինը ներառելու գաղափարախոսությունը ըստ թուրքագետների պանթուրանականության հեռահար նախագիծն է։ Այս քաղաքականությունը սկսեց օգտագործվել ընդդեմ Իրանի, փորձելով
այսպես քարոզել միասնական ընդհանուր Ադրբեջանի գաղափարը եւ այդպիսով այն գաղափարը, որ ի վերջո այսպես կոչված հարավային եւ հյուսիսային Ադրբեջանները պետք է միանան եւ ստեղծվի մեկ միասնական թյուրքական Ադրբեջան։ Այստեղ նաեւ մտնում են պանթյուրքիստական գաղափարները, ինչպես տեսնում ենք։ Ըստ Անի Մարգարյանի շատ կարևոր է Իրանում ապրող թուրքախոսների ինքնության հարցը։ Իրականում դա իրանական ինքնությունն է։ Իրանը արդեն ցույց է տվել, թե նման ճգնաժամային պահերին ինչպես են ձևավորվում հավաքական դիմադրության մեխանիզմները։ Իրանագետի խոսքով դրանք գործարկվել են դեռևս անցած դարի 80-ականներին Իրան-Իրաքյան պատերազմում։ Երբ Իրան-Իրաքյան պատերազմի սկզբում Սադամ Հուսեյնը ներխուժեց Խուզեստան նահանգ, հաշվարկն այն էր, որ այստեղ գոյություն ունեցող որոշակի անջատողական տրամադրություն ունեցող ուժերը կմիանան իրեն, սակայն սա լիովին սխալ հաշվարկ էր իրականում եւ հենց Իրան-Իրաքյան պատերազմի ընթացքում երևաց, թե ինչպես են բոլորը միավորվում իրանական ինքնության շուրջ եւ պայքարում հանուն հայրենիքի, որը Իրանն է։ Անի Մարգարյանի կարծիքով նույնը կարող է տեղի ունենալ նաեւ այս պարագայում, չնայած դրսից երկար տարիներ տարվող քարոզչությանը, տրամադրվող ու ծախսվող ռեսուրսներին, որոնք ուղղվում են այս նպատակին թե Ադրբեջանից, թե Թուրքիայից ու հաճախ նաեւ Իսրայելից եւ Միացյալ Նահանգներից։ Եվ հենց այդ արտաքին սպառնալիքների ներքո է, որ քննարկման առարկա դառնում է նաեւ հնարավոր զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա։ Հաճախ ընդունված է որակել, որ Իրանի հյուսիսաբնակ ազերիները կարող են անջատական որևէ շարժում սկսել, սակայն թե որքանով է դրա հավանականությունը մեծ, չեմ կարող գնահատական տալ։ Դեպքում իմ կարծիքով ես մեծ չէի համարի նրան հավանականությունը։ Իրերի այս ներկայիս դրության պայմաններում մեծ չէի համարի։ Տարածաշրջանում սրվող յուրաքանչյուր լարվածություն, նույնիսկ եթե առաջին հայացքից անմիջական առնչություն չունի մեզ հետ, կարող է անուղղակի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Իրանի ներսում ու նրա շուրջ զարգացումները պահանջում են ոչ միայն լրջագույն ուշադրություն, այլ նաև զգոնություն ներառյալ Հայաստանի կողմից։ Անվտանգային մտահոգություններ կարող է եւ պետք է լինեն, հատկապես այն պարագայում, երբ Իրանի ուշադրությունը այլ կողմի վրա է, հատկապես այն պարագայում, որ Իրանին ինչ որ կորուստներ են հասցվում, եւ կարծում եմ, որ սա մեզ համար եւս մտահոգության քննարկման եւ մեր հետագա քայլերը ճիշտ հաշվարկելու առիթ պիտի լինի։ Հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի նկարտումների հանդեպ Հայաստանի տարածքի, ինչ որ առումով նաեւ դա կարող է օրինակ Ադրբեջանը կարող է փորձել եւ օգտվել, կարող է նաեւ չփորձել օգտվել, դա չգիտենք, ամեն դեպքում սպառնալիքը կա, իսկ քանի որ սպառնալիքը կա, սպառնալիքը դիտենք որպես մտադրություն եւ գումարած հնարավորություններ, քանի որ սպառնալիքը կա, սա էլ պետք է աչքի տակ ունենալ, սրանք են հիմնական մարտահրավերները, որ տեսնում եմ։ Ատրպատականի շուրջ ծավալվող քաղաքական խոսույթը խճճված պատմական միֆերով եւ արտաքին ազդեցություններով բացահայտում է տարածաշրջանի խոցելի հավասարակշռությունը։ Այլ խոսույթներ էլ կան, օրինակ այն, որ դեպի Իրանի տարածք կործանիչներ եւ անօթաչու սարքեր են թռչում Ադրբեջանի տարածքից, կամ այն, որ երբ որ 6 տարի փակ սահմաններ, շամաքային փակ սահմաններ ունենալուց հետո Ադրբեջանը բացեց Աստարայի անցակետը, այնտեղով անցան եւ դուրս եկան Իրանից նաեւ Մոսադի լրտեսները։ Այս ամբողջ խոսույթը եւ տրամադրությունները հաճախ կիսում են նաև իրենք ատրպատականցիները։ Իրանի ներքին միասնությունը չնայած պանթուրքիզմի կոչերին ըստ փորձագետների մնում է կայուն, սակայն առաջացող լարվածությունները լրացուցիչ մարտահրավեր են Հայաստանի անվտանգության համար Ադրբեջանի հնարավոր նկրտումների ֆոնին։ Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մեր զրուցակիցների համոզմամբ Հայաստանը պետք է գործի ճշգրիտ հաշվարկով եւ անսասան վճռականությամբ պահպանելու իր դիրքերն ու խթանելու տարածաշրջանային խաղաղությունը։ Աննա Հարությունյան, Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Իդեպ այս պատերազմն առանձնանում է մի քանի առումներով եւ դրանցից մեկն արհեստական բանականության ակտիվ օգտագործումներ ռազմական նպատակներով։ Դավիթ, ինչպես է դա արվում։ Չգիտեմ, հարց երևի տանք մեր մյուս Դավիթին, որն այսօր լսել է նաեւ փորձագիտական կարծիքներ, դիտենք։ Իսրայելա-իրանական բախումների ընթացքում արհեստական բանականության կիրառմամբ համակարգերի դերը կտրուկ մեծացավ ոչ միայն հակամարտող կողմերի հանրություններում բարեհոգեբանական դիմակայության ու կայունության եւ իրադարձությունների զարգացման հետևող միջազգային հանրության տրամադրություններում, այլև բուն ռազմական գործողություններում։
Մասնավորապես Իսրայելի երկաթե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգը կիրառում է արհեստական բանականությամբ ալգորիթմներ, մուտքային հրթիռների ու ԱԹՍ-ների ուղիները արագ հաշվարկելու եւ հասցեագրվող վտանգը կանխատեսելու համար։ Սա թույլ տվեց իրական ժամանակում բարձր արդյունավետությամբ որսալ Իրանից արձակված հրթիռների ու անօդաչու սարքերի զգալի մասը։ Վերլուծությունները փաստում են, որ մեքենայական ուսուցման բարելաված մոդելները կարողացել են կանխատեսել անօդաչուների թռիչքի ուղիները, բարձրացնելով խոցման արդյունավետությունը մինչև 96%։ Մոսադը նախապես գաղտնի ներմուծել ու Իրանի տարածքում տեղակայել էր հարվածային ԱԹՍ-ների պարսեր, որոնք հարվածեցին Թեհրանի մերձակայքում գտնվող իրանական հրթիռային կայաններին։ Նմանատիպ գործողություն վերջերս իրականացրել էր նաև Ուկրաինան։ Նման հնարքը ամենայն հավանականությամբ իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ, միաժամանակյա բազմաթիրախ հարձակումը համակարգելու նպատակով։ Տեղեկատվական ճակատում երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներ, հասարակական կարծիքը իրենց օգտին շրջելու եւ հակառակորդի տեղեկատվական դաշտի աշխատանքը խաթարելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը օգտագործել է իրական ժամանակում թարգմանող արհեստական բանականության գործիքներ, որպիսի սեփական ուղերձները մի քանի րոպեի ընթացքում փոխանցվեն պարսկալեզու կամ արաբալեզու լսարաններին։ Ինչպես տարբերակել արհեստական բանականությամբ գեներացված արհեստական տեսանյութներ իրականից եւ խուսափել տեղեկատվական ծուղակներից։ Միակ խորհուրդը, որ ես ընդհանուր կարամ տամ, գլխավորը նայեք որտեղից եք նայում ինչ որ նյութ։ Եթե դա ինչ որ լուրջ աղբյուրա լուրջ լրատվամիջոց է, այդ դեպքում կարող համոզված լինեք, որ իսկական է։ Իսկ ինչ որ Telegram-ում եւ սոցցանցերում տարածվում է, ես խորհուրդ կտամ դրա վրա ուշադրություն չդարձնել ու ընդհանուր գնալով դա տենց հալնելու։ Մասնավորապես Թել Ավիվի տարհանման վերաբերյալ կոչի իսկությունը չի հաստատվել։ Համացանցում ակտիվ տարածվում է մի հայտարարություն։ Կոչ են կանում Թել Ավիվի բնակիչներին անհապաղ լքել քաղաքը։ Այն վերագրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Պաշտոնական աղբյուրներում նման կոչի մասին տեղեկություններ չկան։ Իսրայելо-իրանական բախումներն ուղեկցվեց նաև սոցիալական ցանցերում ապա տեղեկատվության օրձանքով, որի զգալի մասը ստեղծված էր արհեստական բանականության միջոցով։ Մի շարք վերլուծություններ փաստում են, որ Իրան-Իսրայել հակամարտության սրացման հետ մեկտեղ բազմաթիվ կեղծ լուսանկարներ ու տեսանյութներ էին տարածվում թվային տիրույթում։ Որոշները գեներացված էին արհեստական բանականությամբ, մյուսները չէին համապատասխանում ժամանակագրական առումով։ Մասնագետները հորդորում են ստուգել տեղեկությունը, նշելով, որ կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ AI-ով գեներացվածը միշտ ունի սպეციფიკա շարժման հետ։ То есть ուշադրություն դարձրեք ոնց է շարժվում։ Շարժումը, եթե մի քիչ ավելի գրաֆիկային նման է, ավելի կոմպյուտերային խաղի նման է, կարա դա ծառայի որպես ապացույց, որ դա գեներացված է, եւ երրորդը դա որակն է, որպես կանոն որակը շատ գեր լավ չի լինում, դա նաև հատուկ են անում, որպեսզի դու դետալները վատ տեսնես, բայց նաև այն եմ ասում, եթե ուզենաս անես տենց որ չտարբերվի, գոյություն ունեն թուղեր, որ իր որակը լավացնում է եւ դարձնում է բարդ։ 2025 թվականի բախումներն ընդգծեցին արհեստական բանականության կարևորությունը ժամանակակից հիբրիդային հակամարտություններում։ Տեղեկատվական դաշտում արհեստական բանականությունը խորացրեց տեղեկատվական ճգնաժամը, դժվարացնելով ճշմարտության բացահայտումը։ Նման մեթոդները ցույց են տալիս, որ արհեստական բանականությունը ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական պատերազմի գործիք է, որի ազդեցությունը կշարունակի անշեղորեն աճել։ Դավիթ Գենջոյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Պատերազմ է ոչ միայն հարավում, այլև հյուսիսում Ուկրաինայում եւս զարգացումներ կան, ընդ որում այս համատեքստում շատ հետաքրքիր հայտարարություն կա Եվրամիությունից։ Անի խորը մտահոգություն են հայտնել։ Ոչ, հայտարարությունն իսկապես հետաքրքիր է, Դավիթ, ասվում է, որ Եվրամիությունը պատրաստվում է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից մինչև 2027 թվականը։ Տեսնես որտեղից են լրացնելու այդ գազի պակասը, Թրամփից կգնեն ամերիկյան թանկ տարբերակը, թե կփորձեն ավելացնել Ադրբեջանից ստացվողի ծավալը։ Լավ հարց է, ճիշտ կլինի լսել մասնագետների մինչև այդ ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցողի մասին տեսանյութ։ Հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել։ Զապորոժիայում շահիդ դրոնների հարվածների հետևանքով բռնկվել է 3 խոշոր հրդեհ, ավերվել են պահեստներ, հրդեհվել մեքենաներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գտնվում է Կանադայում G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, հարձակումները որակել է ահաբեկչություն եւ կոչ արել միջազգային հանրությանը արձագանքել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշեր մի քանի մարզերի երկնքում խոցել է գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվայի եւ մի քանի այլ քաղաքների օդանավակայանները ժամանակավոր փակվել են։ Գերատեսչությունը նաեւ հայտնել է Սումի մարզի Նովոնիկոլաևկա եւ Խարկովի մարզի Դոլգենկոյե բնակավայրերի գրավման մասին։ Աչքի են ընկել ռուսական զորքերի հյուսիս եւ արևմուտք խմբավորումները։
Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը այցելել է կենտրոն խմբավորման առաջնային կառավարման կետեր, լսել հրամանատարների զեկույցները, նոր առաջադրանքներ տվել Դոնեցկի մարզի մնացած տարածքը շուտափույթ գրավելու մասին։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը Washington Post-ին ասել է, որ ռուսական կողմի հրթիռային հարվածներն ակտիվացել են եւ ավելի խոշոր վնասներ են պատճառում, քանի որ Միացյալ Նահանգները մերձավոր արևելքին է ուղարկել 10,000 արկ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համար անօթաչուներից պաշտպանվելու նպատակով։ Ուկրաինական հատուկ ծառայությունը դրությունը գնահատում է շատ վտանգավոր, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը շահետների դեմ պայքարի նոր լուծումներ չի գտել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան դեռևս չունի հստակություն, թե երբ կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլը, սակայն մոտ ժամանակներս այդ հստակությունը կարող է ձևավորվել։ Նա նշել է, որ ռուսական կողմը կատարել է Ստամբուլյան բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Նրա խոսքով մոտ ժամանակներս կգա ժամանակը հասկանալու այդ աշխատանքի շարունակական հնարավոր ժամկետները։ Նախորդ օրերին ռուսական կողմը փոխանցել է 6000-ից ավելի զոհված ուկրաինացիների մարմիններ, կողմերը նաև 1000-ից ավելի գերիներ են փոխանակել։ Կանադայում կայացած G7 գագաթնաժողովն ավարտվել է հայտարարությամբ, որում 7-ի խմբի առաջնորդները համաձայնել են, որ Իրանին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք։ Նրանք սակայն չեն ընդունել Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Էական պայմանավորվածությունների հասնել չի հաջողվել։ Կանադացի պաշտոնյաները լրագրողներին խոստովանել են, որ դրան դեմ է եղել Դոնալդ Թրամփը, զգուշացնելով, որ այն կխանգարի խաղաղության հասնելու իր ջանքերին։ Սելենսկին հայտարարել է, որ Կանադայում է դաշնակիցների աջակցությունը ստանալու համար։ Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների անվերապահ հաշտության, բայց դրա համար անհրաժեշտ է ճնշում Ռուսաստանի հանդեպ, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Սելենսկին ծրագրում էր երեքշաբթի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, սակայն բանակցությունները չեղարկվել են, երբ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է մեկ օր շուտ լքել գագաթնաժողովը, վկայակոչելով Մերձավոր Արևելքում սրացումը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Եվս մեկ լուր վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Ջալալ Հարությունյանը դատական նիստին ներկա չէր։ Իդեպ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինած Միքայել Արզումանյանը 2022-ի օգոստոսից առ այսօր կալանքի տակ է։ Անի եւ մինչեւ հրաժեշտ տալը մի հատ տեսնենք ինչ զարգացումներ կան, Սամվել Կարապետյանի դատական նիստից դեռ նորություն չունենք, դեռ դատարանը խորհրդակցական սենյակում է, հետևում ենք, բայց մի հետաքրքիր իդեպ այս թեմայի մասին մենք այսօր ընդհանրապես չխոսեցինք։ Լավ, դա կթողնենք ուրբաթ։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության պետն է հայտարարություն տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է գնում հունիսի 20-ին։ Այս մասին մենք գիտեինք, իդեպ այդ օրերին ամենայն դեպս վաղը հաստատ Ալիևը գնում է Թուրքիա ուրիշ հարցերով, մնացածը չգիտենք, բայց այստեղ Թուրքիայի նախագահականը տեղեկացրել է, որ Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Երևի թե այսքանը այս թեմային մենք ուրբաթ խոստանում ենք, մանրամասն կխոսենք, շատ հետաքրքիր է։ Այսքանը հայց թողարկումից անմիջապես հետո շարունակեք դիտել մեր գործընկեր Նարինե Ղուկասյանի հարցազրույցը քաղաքագետ Բենյամին Մաթեոսյանի հետ։ Իսկ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հետևեք մեզ սոցցանցերում։ Բարի ու խաղաղ գիշեր ենք մաղթում։ Բարի գիշեր։